Հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Անհողին ծառայող եկեղեցական տասնյակը, այդ եպիսկոպոս արքեպիսկոպոսները կրկին հայտարարությամբ են հանդես եկել, կոչ անելով Գարեգին II-ին գնալ հանգստի։ Իրենց երկար բարակ անիմաստ կոչի մեջ էլ մեղադրում են Գարեգին II-ին հովանավորչության, անարդարության, վատ կադրերին ջրի երես հանելու համար եւ այլն եւ այլն։ Սա հələ առաջին հարցն է, որին ես ուզում եմ անդրադառնամ։ Ու գիտեք այդ կոչի տակ ստորագրել են նույն 10 եպիսկոպոս արքեպիսկոպոսները, բայց գիտեք ովքեր են ստորագրել։ Հայ առաքելական եկեղեցու ամենաօդիոս եւ ամենախայտարակ կերպարն օրինակ Նավասարդ Կճոյանը, որին 3 ալեն անվանեց պարոն Կճոյան։ Ուրեմն այս մարդը նույն հայկական ժամանակ թերթում այսօր իր այդ կոչը հայկական ժամանակում է տրվել։ Նույն հայկական ժամանակ թերթում դեռ 2007 թվականին այս մարդու մասին գրվում էր, որ ինքը զենք կրելու համար արքեպիսկոպոս լինելով կալանավորվել է 2 օրով։ Բացի դրանից Նիկոլ Անհողը 2021 թվականի հունիսի 12-ին միտինգի ժամանակ խայտարակեց Կճոյանին, նրան մեղադրելով հակաքրիստոնեական քարոզ տարածելու մեջ։ Ենթադրաբար նկատի ունենալով այն խայտարակ ձայնագրությունը, որտեղ մի կին Կճոյանին մեղադրում էր իրեն սիրահետելու, իր ընտանիքը քանդելու եւ փորձում էր նրանից փող ուզել։ Ընդամենը 1 ամիս առաջ նույն Նիկոլը, այդ հայկական ժամանակի տերը, որի էջերում մի քանի րոպե առաջ էս կեղտոտ կոչներ տպագրվել, այս տասնյակի մեղադրում էր Կճոյանին Բենտլի քշելու մեջ։ Ով է ստորագրել կրկին էս թղթի կտորի տակ, ասենք Միրզախանյան անունով մեկը, ում նույն հայկական ժամանակ թերթը 2014 թվականի փետրվարի 15-ին մեղադրում էր վրացահայոց թեմին նվիրաբերված գումարները մսխելու մեջ։ Դե չասեմ, որ սրա հետ կապված սեռական բնույթի խայտարակ սկանդալ կար, սրա հետ կապված այլ սկանդալներ կային, եւ սա էլ չասեմ, որ նաեւ սա ըստ բոլորա կայքի տելեգրամյան ալիքի ունի տղա ու կին, որոնց նկարները հրապարակվել են մամուլում։ Ուրեմն Աբրահամ Մկրտչյանը Կեսերի ռեստորանատեր, ուրեմն հոգևորական։ Հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը, ամենահարուստ հոգևորականն է Հայաստանում ըստ լրատվամիջոցների եւ քշում է Յագուար։ Իհարկե ասում է իմը չէ։ Հաջորդ խայտարակությունը Քարամյան ազգանունով մեկը, որը ըստ բազմաթիվ տեղեկությունների Արգիշտի Քարամյանի հերն է, կուսակրոն է, հասկանում եք, չէ՞, կուսակրոն է, բայց տղա ունի, որը Նիկոլի կառավարության մեջ բազմաֆունկցիոնալ բազմաթիվ ուրեմն պաշտոններ է զբաղեցրել։ 3 համացանցում հրապարակվեց Գևորգ Սարոյան, ուրեմն եպիսկոպոսի խայտարակ ձայնագրությունը մի հոգևորականի հետ, որի ընտանիքը սա քանդել էր դրա կնոջ հետ սեռական բնույթի հարաբերություններ ունենալու պատճառով։ Ու դե այն մյուս աստվածաբանության ֆակուլտետի եւ դրա հետ կապված սեռական բնույթի խայտարակ բացահայտումներին էլ չանդրադառնամ, արդեն ամոթ է։ Ու հասկանում եք, հարգելի հայրենակիցներ, սրանց միջոցով Նիկոլը փորձում է մաքրել եկեղեցին։ Հասկանում եք, չէ՞, սրանց ըստ լրատվամիջոցների սրանցից 2-ը երեխա ունեն։ Այն Կճոյանը եւ շատ գրեթե 10-ից մեծ մասը սեռական բնույթի եւ կոռուպցիոն բնույթի սկանդալների մեջ են։ Եվ սրանք են դուրս եկել կաթողիկոսի դեմ եւ մեղադրում են վերջինիս անարտարության, հովանավորչության եւ վատ կադրեր առաջ բերելու մեջ։ Հետո սրանց հայտարարության մեջ մի հատ ուրեմն պահ է շատ ինձ հետաքրքիր, երբ որ սա սրանք փորձում են ուրեմն հայտարարել, որ ասենք հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է լինի ուշադիր, ոչ միայն ուրեմն հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներ, այլ ողջ հայության ուրեմն եկեղեցի, դե քաղաքականը դա նորմալ է, որ հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդները բացարձակ պետք չէ որ լինեն ինչ-որ քաղաքական կողմնորոշում, բայց զավեշտի գիտեք որն է, սրանք գրել էին, որ պետք է լինի բոլորի համար, բոլոր կրոնի հայերի համար։ Իա լուրջ, այսինքն հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես ինչ պետք է լինի, ասենք մահմեդական հայերի համար սրբություն։
Կամ հայ առաքելական Սուրբ եկեղեցին որպես ինչ պետք է լինի, օրինակ Եհովայի վկաների, կյանքի խոսքի, ավետարանական, ավետարանչական, բապտիստների, մորմոնների, հիսունականների, Եհովայի վկաների եւ այլ եկեղեցիների ու աղանդների ներկայացուցիչների եկեղեցի։ Եթե այդ մասսան ուզում է դառնալ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ, իրանք շատ լավ գիտեն դա ինչպես է լինում։ Իսկ հայ առաքելական եկեղեցին չի կարող լինել նրանց համար եկեղեցի։ Նրանք շատ վաղուց լքել են այդ եկեղեցին եւ ընտրել են իրենց ուղին։ Հասկանում եք, չէ՞, սրանք ինչ են նաեւ փորձում մեջբերել հայ առաքելական Սուրբ եկեղեցու մեջ, ինչպես ես վաղուց էի նշել, սրանք փորձում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին դարձնել դասական, աղանդավորական, բողոքական եկեղեցի։ Հարգելի հայրենակիցներ, մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այս տեքստի հեղինակը սրանք չեն։ Սրանք այդքան չկան, որ ինչ որ տեքստ գրեն ու ստորագրեն։ Այս տեքստի հեղինակը նստած է կառավարության շենքում։ Եվ այս տեքստի մեջ նշված բոլոր տգիտությունները դրա հեղինակածն է։ Այդ թվում նաև այս վերջի ասած, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին պետք է լինի բոլոր հայերի եկեղեցին, արհամարելով կամ չնկատելով նրանց կրոնական կողմնորոշումները։ Լուրջ։ Այս սրանց վրա նոր ես որ նշեցի այս կոմպրոմատները, Նիկոլը սրանց վերաբերյալ ավելի փաստարկված տեղեկություն ունի եւ այսպես քթերից բերած ման է տալիս ու փորձում է սրանց միջոցով քանդել մեր Սուրբ եկեղեցին։ Բացի այդ, հարգելի հայրենակիցներ, երբեք չմոռանաք, Նիկոլան հողը աղանդավոր է։ Եվ ամենակարևորը, պետք է չտրվել սրանց սադրանքներին։ Թող շարունակեն նույն տեմպերով։ Հուսամ, այս 10 հոգի կմնան այդքան էլ 10 ու չի ավելանա նրանց թվաքանակը։